Is it working? Okay. Հարգելի գործընկերներ, երեկ եւ այսօր ես պատիվ ունեմ եւ մեծ հաճույք ունեմ հյուրընկալելու Էստոնիայի արտաքին գործերի նախարար, իմ լավ գործընկեր եւ բարեկամ Մարգուս Ցակնային եւ իր գլխավորած պատվիրակությանը, շնորհակալություն այցի համար, պարոն նախարար, իմ եւ նախարարի միջև շփումները պարբերական բնույթ են կրում, մենք նախորդ անգամ այս տարվա սկզբին ենք առիթ ունեցել հանդիպել եւ մտքեր փոխանակել երկկողմ հետաքրքրություն ունեցող հարցերի շուրջ, միաժամանակ ուրախությամբ նշում եմ, որ սա իմ գործընկերոջ երկրորդ այցն է Հայաստան եւ այս անգամ մի առիթով, որի մասին խոսվել էր առաջին այցի ժամանակ, ես մեծ հաճույք ունեցա եւ պատիվ ունեցա մասնակցելու Էստոնիայի Հանրապետության ռեզիդենտ դեսպանության բացմանը Երևանում։ Ես կարծում եմ, վստահ եմ, որ սա խորհրդանշական իրադարձություն էր, նա արտացոլում էր Էստոնիայի մի կողմից եւ Հայաստանի մյուս կողմից պատրաստակամությունը ավելի խորացնել հարաբերությունները երկու երկրների միջև եւ ես կրկին շնորհակալ եմ այս որոշման համար։ Հարգելի ներկաներ, իրականում մեր երկու երկրների հարաբերությունները հիմնված են մեր ընդհանուր արժեքների վրա՝ ազատություն, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, խաղաղություն, եւ ես պետք է նշեմ, որ մենք իսկապես կարողացել ենք այս արժեքների վրա հիմնված ամուր հարաբերություններ կառուցել եւ այժմ իսկապես ժամանակն է ավելի ընդլայնելու եւ նոր մակարդակի բարձրացնելու մեր հարաբերությունները, ինչը եւ մեծ հաշվով մենք սկսեցինք անել նաեւ քիչ առաջ ստորագրված փաստաթղթով, փոխըմբռնման հուշագրով, սա եւս արտացոլում էր մեր երկրու գերատեսչությունների առնվազն պատրաստակամությունը։ Իհարկե մենք մեր շփումների ընթացքում այսօր եւ երեք անդրադարձ ենք կատարել նաեւ մեր հարաբերությունների տնտեսական բաղադրիչին, գոհունակությամբ նկատել ենք, որ այդ տնտեսական հարաբերությունները արտացոլող թվային ցուցանիշները աճում են, բայց նաև վստահաբար կարող ենք ասել, որ սա ամբողջ ներուժը չէ եւ մենք ջանքեր կգործադրենք այս ներուժը ել ավելի մեծ ծավալով իրացնելու ուղղությամբ։ Մենք մատնանշել ենք ոլորտները, որտեղ մենք մեծ եւ արդեն իսկ ունենք ձևավորվող համագործակցություն եւ դեռ տեսնում ենք խորացման տեղ եւ կրկին ներուժ, դրանք են անշուշտ եւ գաղտնիք չի թվայնացումը, տեղեկատվական տեխնոլոգիաները, նորարարությունը, կիբերանվտանգությունը, սրանք ոլորտներ են, որտեղ մենք Էստոնիայից եւ սովորելու բան ունենք եւ հուսամ նաեւ մեր ներդրումը կարող ենք բերել ընդհանուր փորձի հարստացման ուղղությամբ։ Ես երախտագիտությունս եմ հայտնել գործընկերոջս Էստոնիայի կառավարության կողմից զարգացման համագործակցության գծով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ցուցաբերվող աջակցության համար։ Իհարկե մենք խոսել ենք նաև բազմակողմ ձևաչափերում արձանագրված դրական համագործակցության մասին, կարևորել ենք դրա շարունակականության ապահովումը։ Մասնավորապես կուզեի նաև հիմա ընդգծել Հայաստան, Նորդիկ, Բալթյան 8 երկրների ուրեմն ձևաչափով տեղի ունեցող պարբերաբար շփումները եւ հուսով ենք նաև, որ Էստոնիայի առաջնորդությամբ կկարողանանք սա այսօրակարգը եւ այս ֆորմատով շփումները եւս առաջ մղել։ Մեր ընդհանուր համագործակցության համատեքստում իհարկե առանձին տեղ եւ կարեւորություն ունի Հայաստան-Եվրոպական միություններ հարթությունը, հարաբերությունների հարթությունը եւ այստեղ եւս պետք է նկատել, որ Էստոնիան եւ պատրաստակամություն եւ առաջնորդություն է ցուցաբերել եւ մենք ունենք շատ հուսալի եւ վստահելի գործընկեր Եվրոպական միությունում, իդեմս Էստոնիայի, կրկին մեր երախտիկը, պարոն նախարար, գիտեք, որ մեր նվիրումը այն արժեքներին, որ դրված է այս համագործակցության հիմքում անխախտ է եւ դուք էլ վստահաբար կարող եք նույն ծավալով, նույն չափով հենվել մեր վրա։ Հարգելի գործընկերներ, իհարկե քննարկել ենք նաև տարածաշրջանային հարցեր, մենք կարևորել ենք եւ մեր երախտիկներ հայտնել Էստոնիային Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին ցուցաբերած աջակցության համար, մենք քննարկել ենք ընդհանուր այս օրերին Մերձավոր Արևելքում
ծավալվող իրադարձությունները, Արևելյան Եվրոպան, խնդիրները, որոնց աշխարհը բախվում է եւ միևնույն ժամանակ փորձել ենք մտքեր փոխանակել հնարավոր լուծումների ուղղությամբ։ Իհարկե ես նաև գործընկերոջս ներկայացրել եմ վերջին իրադարձությունների մանրամասները, նկատի ունեմ Հայաստան-Ադրբեջան կարգավորում, Հայաստան-Թուրքիա կարգավորում, ենթակառուցվածքների ապաշրջափակում, TRIP նախագիծ, դրա ուղղությամբ շարունակական աշխատանքները։ Եզրափակեմ խոսքը, սիրելի գործընկերներ, հարգելի սիրելի բարեկամ, հարգելի Մարկոս, բովանդակային հագեցած քննարկումներից զատ ուզում եմ խորապես շնորհակալություն հայտնել անձամբ ձեզ անկեղծ երկխոսության համար, մեր մարտահրավերները ամբողջապես խորապես ըմբռնելու համար, մեր արժեքները կիսելու համար եւ ընկերության համար։ Հուսամ շատ ժամանակ չի անցնի մինչ մեր մյուս հանդիպումը, պատիվ կունենամ ձեզ հյուրընկալել նաեւ Երևանյան երկխոսության շրջանակներում։